Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ամբողջ աշխարհից ավելի քան 130 կարդինալներ հավաքվել են Վատիկանում եւ այսօր մայիսի 7-ին կսկսեն նոր քահանայապետի ընտրության գործընթաց, այս մասին հաղորդում է BBC-ն։ Առավոտյան Սուրբ Պետրոսի տաճարում պատարագից հետո կեսօրին կարդինալները կգնան Սիքստինյան կապելա, որպեսզի իրենց ձայնը տան նախընտրած թեկնածուին։ Մատուր մտնելուց հետո կարդինալներն այլևս ոչ մի հաղորդակցություն չեն ունենա արտաքին աշխարհի հետ, մինչև չընտրվի Հռոմի նոր պապը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունն արագ կավարտվի։ Ես պարզապես հույս ունեմ, որ դա շատ արագ կավարտվի, ասել է Թրամփը երեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին ի պատասխան։ Թրամփը նաև խոստովանել է, որ հարվածների մեկնարկի մասին իմացել է հենց ԶԼՄ-ների ներկայացուցիչներից։ Պակիստանում Հնդկաստանի ռազմական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, վիրավորվել 46-ը, հայտնում է Գեո հեռուստաալիքը, հղում անելով Պակիստանի բանակի հասարակության հետ կապերի վարչության գլխավոր տնօրեն գեներալ լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդհիրին։ Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը ի պատասխան սկսել է Սինդհուր գործողությունը։ Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումները հանգեցրել են Ուրալյան ավիաուղիներ ավիաընկերության 17 չվերթերի հետաձգման, չորեքշաբթի օրը հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մայրաքաղաքից դեպի Եկատերինբուրգ, Սոչի, Չիտա, Օշ, Կույլաբ եւ Դուշանբե եւ հակառակ ուղղությամբ չվերթերը հետաձգվել են։ Ավիաընկերությունը նշել է, որ ներկայումս ինքնաթիռներ են ուղարկում ելնելով իրական իրավիճակից։ Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ամերիկա-իսրայելական ուժերի կողմից Հոդեդայի նահանգում գտնվող Բաջիլ ցեմենտի գործարանի թիրախավորման հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, իսկ վիրավորներինը 42-ի։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Ալ-Միսրա հեռուստաալիքը։ Տեղեկությունների համաձայն կան անհետ կորածներ եւ քաղաքացիական պաշտպանության եւ շտապօգնության խմբերը դեռևս աշխատանքներ են տանում։ Մոսկվան դեռևս որևէ հայտարարություն չի լսել Ուկրաինայի ղեկավարությունից հաղթանակի օրվան նվիրված հրադադարին միանալու պատրաստակամության մասին, ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ցավոք մենք դեռևս չենք լսել Կիևից, ռեժիմի ներկայացուցիչներից, ռեժիմի ղեկավարից որևէ հայտարարություն, որ կխոսեր տոնական հրադադարին միանալու պատրաստակամության մասին, ասել է նա։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից, ինչպես տեղեկացնում է Չեչնիան այսօր գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է մեկնաբանելով իր պաշտոնակության մասին լուրերը։ Ես նույնպես լսել եմ այդ լուրերը, տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր սեփական տեսլականը։ Հուսով եմ, որ իմ խնդրանքին կաջակցեն։ Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության եւ քրիստոնեական սոցիալիստական միության պահպանողական դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցի կանցլերի պաշտոնում ընտրության առաջին փորձի ձախողումից հետո նախատեսում է Բունդեսթագում քվեարկության երկրորդ փուլ։ Deutsche Welle պարբերականը վկայակոչելով տարբեր հաղորդագրություններ նշում է, որ քվեարկության երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 6-ի երեկոյան։ Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների փոխանակում, երկու երկիր է վերադարձել 205-ական զինծառայող, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցման փոխանակումները հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Գերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին Սուրբ Զատիկի զինադադարի օրը։